համարներում ասում է հետևյալը, սա Հիսուսի խոսքն է, մի մտահոգվեք ձեր կյանքի համար, թե ինչ եք ուտելու, ոչ է ձեր մարմնի համար, թե ինչ եք հագնելու, որովհետև կյանքը ավելի կարևոր է, քան ուտելիքը, և մարմինը ավելի կարևոր է, քան հագուստը։ Ինչպես չմտահոգվել վաղվա օրվա մասին, ինչպես չմտածել, թե ինչ ենք ուտելու, ինչ ենք հագնելու, ինչ է պատահելու մեզ վաղը, եթե այսօր չմտահոգվենք և չմտածենք մեր գալիքի մասին, բա ով պիտի հոգա մեր հոգսերը, ինչպես այդպես կլինի։ Սա բնական հարց է, որ կառաջանա մեզանից ամեն մեկի մոտ։ Սիրելի հավատացյալներ, առաջին հայացքից Հիսուսի այս խոսքը պատգամը կարծես ծուլության է առաջնորդում մեզ, բախտի հմահաճույքին թողնելով մեր վաղվա գալիքի նկատմամբ մեր անտարբերությունը։ Հոգ մի արեք ձեր կյանքի համար, մի մտածեք ձեզ համար ինչ պիտի հագնեք, ինչ ուտեք, ինչ խմեք, նախապես հոգալու կարիք չկա, թե վաղը ինչ կունենանք։ Միթե սա անհոգություն չէ։ Աստված մեզ սովորեցնում է կյանքի առաջնային և երկրորդական կարևորություն ունեցող հարցերի մասին, մոտեցումների մասին, որ հատկապես ներքին հոգևոր խնամքը շատ ավելի կարևոր է առաջնային, քան արտաքին երևացող ամեն բան։ Որքան էլ զարմանալի է այս կյանքում ամեն ինչ, հող կապակցված է մեր ներսի հոգևորի հետ, որ ներսից է ծնվում գրեթե ամեն բան։ Հոգուց է արտադրվում ամեն ինչ, լավը, վատը, լավ կամ վատ արարքները։ Եվ եթե հոգին առողջ է, մաքուր է և զերծ է մեղքից, ապա մենք կատարած ցանկացած գործ հաճելի է ասում։ Դրա համար Աստված մեզ սովորեցնում է, որ նախ Աստծո արքայությունը փնտրենք և նրա խոսքին հետևենք, մնացած բոլոր արտաքին կարիքները ավելի երկրորդական են, որովհետև ինչպես կյանքն է կերակուրից կարևոր, մարմինն էլ առավել կարևոր հագուստից, այնպես էլ ներքին հոգևոր կարիքները առաջնային են արտաքին կարիքներից։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում և սովորեցնում է մեզ. հոգ մի արեք ձեր կյանքի համար։ Ինչպես ճիշտ հասկանալ այս խոսքը։ Սա արդյոք չի նշանակում ապագայի մասին չմտահոգվել, չծրագրել, մեր դրամա մասին չմտածել։ Իհարկե պիտի մտածենք, մտահոգվենք մեր երկրի, մեր ընտանիքի, մեր ամեն ինչի մասին։ Պիտի ջանք թափենք, աշխատենք այդ ուղղությամբ, բնականաբար։ Աստված կերակրում է բոլոր թռչուններին, բոլոր գազաններին, կենդանիներին, իր ստեղծած ամբողջ աշխարհը, մարդուն, սակայն կենդանական աշխարհը մարդը պիտի նախ կերակրի, կերակուր որոնի, ջանք ու եռանդ դնի, դրա համար կերակուր փնտրելու համար բնական է սա։ Աստված մեզ կերակրում է իհարկե, սակայն մենք եթե չցանենք, չջրենք, չմշակենք, ծուլանանք, չաշխատենք, չենք կարող սնվել և ապրել։ Եվ այս առումով Աստվածաշունչը ասում է, որ ով չի աշխատում, նա չի էլ կերակրվելու և չի ուտի։ Աստված ուզում է, որ մենք չափից շատ չմտահոգվենք, առհասարակ չափի մեջ լինենք ամեն ինչում։ Ոչ մի բանի համար հոգ մի արեք, այլ աղոթքով,
ձեր խնդրանքները գողություն թողնինի ուղղված Աստծուն։ Մենք հաճախ գոհանալու աղոթքներ չենք անում։ Մենք չենք գոհանում։ Մենք կարծես թե մեր աղոթքներով առևտրի մեջ ենք Աստծու հետ։ Դու տուր ինձ այս, ես քեզ կտամ այս, այսպես առևտրական ենք դարձել Աստծու հետ։ Չի կարելի։ Իսկ ինչու չմտահոգվել։ Միթե մտահոգությունը արգելված է Սուրբ Գրքով։ Շատ մտահոգվելու կարիք չկա, իսկապես։ Չէ՞ որ Աստված է մեզ ստեղծել, մեզ կյանք տվել, միթե չի կարող կերակրել, հագցնել։ Աստված ամեն ինչ է տվել մեզ, մեծ կյանք նվիրել է մեզ։ Միթե դրա փոքր մածն էլ չի տա, հագուստ և սնունդ, իհարկե տալիս է և կտա։ Աստված չխոստացավ որ, չի էլ խոստանում նաև այսօր մեզ մեր կարիքները գոհապ, կարիքները լիովին բավարարել, անհրաժեշտից ավելին տալ Աստված չի խոստանում, սակայն կարող ենք նրա մեծ օգնությամբ մեզ համար անհրաժեշտը ունենալ։ Ինչ չի տվել մեզ Աստված։ Ամեն ինչ է տվել Աստված։ Նույնիսկ անհրաժեշտից էլ ավելին։ Անգամ իր միածին որդուն տվեց զոհեց մեր մեղքերի քավության թողության համար։ Ոչ միայն չպետք է մտահոգվել, այլ լրիվ անիմաստ է ինչ-որ բանից շատ մտահոգվել։ Անիմաստ է շատ մտահոգություններով անգամ չենք կարող մեր կյանքի մեկ րոպեն ավելացնել, կամ էլ մեր հասակը 1 սանտիմետրով բարձրացնել։ Սուրբ Գիրքը ասում է, եթե ամենափոքր բանն անգամ չեք կարող անել, ուրիշ ինչ մեծ բաների համար է և ինչու եք շատ մտահոգվում։ Մենք սիրելիներ Աստծո զավակներն ենք, սիրելի հավատացյալներ, սա չպետք է մոռանանք, որ Աստծո զավակներն ենք։ Մենք մեր մտահոգությունը թերի հավատի արդյունք է։ Հիմա տեսեք, թե ինչպես թերահավատ են եղել մեր շատ անտեղի, անիմաստ փուչ մտահոգություններով։ Կյանքը մեծ ու փոքր խնդիրներ ունի, որ հաճախ չարից է, մեզ հեռացրել է Աստծուց, որտեղ պետք է անհանգստանալ, չանհանգստացանք, որտեղ պետք է մտահոգվել, ծուլացանք և այդպես շարունակ։ Հիսուսին հավատում ենք ասելով, ճիշտ հակառակն ենք ապացուցում մեր ապրելակերպով։ Այսօր էլ Աստված ասում է մեզ. ձեզ կերակուր և հագուստ եմ տալիս, արդյոք քանի հոգի են հավատում այս խոսքին։ Աստված այսօր ասում է. եկեք ինձ մոտ և ձեզ հանգիստ կտամ ձեզ։ Արդյոք քանի հոգի է հավատում Տիրոջ այս խոսքին։ Այսօր Աստված ասում է մեզ. ով ուտի իմ հաղորդության նշխարը հավիտենական կյանք ունենա։ Հավատում ես այս խոսքին։ Եվ այդպիսի շատ և շատ սուրբ խոսքեր մենք իրոք հավատում ենք, թե ոչ։ Ուրեմն պիտի խոստովանենք, որ թերի հավատ ունենք, կամ ընդհանրապես հավատ չունենք։ Թերի կիսատ հավատով մենք կտկարանանք, կթուլանանք, նույնիսկ կարող ենք դառնալ լրիվ անհավատ։ Բայց ոչ, անկախ ամեն ինչից, պիտի շարունակենք ապրել հավատով, բարի ուրախ լիցքերով և ամուր հավատով, չմոռանանք, որ ամեն ինչ կյանքում Աստծո վերահսկողության և խնամքի տակ է։ Եվ Աստված մեր հայրն է, մեզ սիրող և խնամոր հայրը, ամեն իրավիճակից մեզ ազատող և փրկող է։ Հիմա այս ամեն ինչի մեջ ինչու անհանգստանանք և ինչից շատ մտահոգվենք։ Եթե ամուր հավատ ունենք Տեր Հիսուս Քրիստոսի նկատմամբ, իսկապես անհանգստանալու կարիքը ընդհանրապես չկա։ Ամեն մեկս հավատի մեջ աճելու, ամրանալու կարիքը ունի։
Սա մի ընթացք է շարունակական, որ մեր կյանքում մշտական ընթացք է եւ process։ Հիսուսը ասաց, որ մտահոգվել է հատուկ է թերահավատներին կամ անհավատներին։ Միայն թերի հավատ ու անհավատ մարդներին համար այս աշխարհում հոգ դարձնում միայն սնվելու, հագնվելու մասին։ Այդպիսի մարդիկ Աստծուց առավել միայն դա են փնտրում այս կյանքում։ Հիմա տեսեք, ինչքան իրենց քրիստոնյա համարող մարդիկ կան, որ հեռացել են կենդանի Տեր Հիսուս Քրիստոսից։ Ինչքան իրենց հավատացյալ կարծողները եւ համարողները գրեթե ամեն օր ու ժամ միմիայն մտատանջվում է սին, հուշ, իրերի, էժանագին, հիմար բաների, անպետք զբաղմունքների մասին, փոխարեն մտածելու առաջնային, իրական արժեքավոր, հոգևոր բաների մասին։ Վազում եւ չենք հասնում, եւ չեն հասնում իրենց կարծիքով շատ կարևոր բաների հետևից, իսկ իրականում անպիտան, սին, հիմար անիմաստ բաների հետևից։ Շատ մտահոգվելուց, շատ անհանգստանալուց, տագնապելով եւ տագնապ ապրելով առաջանում է բազում խնդիրներ հենց մեզ համար։ Հավատացեք, կորցնում ենք ամեն ինչ շատ ենք կորցնում այս ճանապարհով գնալուց։ Չգիտեմ, մի անհանգիստ, մտատանջված, սրտաբեկված հոգեվիճակով մի մարդուն, որը իր բռնած գործում հաջողություն է ունեցել։ Այդ հոգեվիճակով աշխատել եւ ստեղծելը միայն կատարվում է սեփական անձի առողջության վատթարացման, սպառման հաշվին։ Եվ չնչին հեշտ թվացող աշխատանքը կատարվում է մեկ անգամի փոխարեն 10 անգամ։ Այն էլ հարց է, ինչ որակով է կատարվում այդ աշխատանքը։ Ինչքան կարող ես տագնապը մեջը դաբրել, անհանգիստ վիճակի պատճառով վնասել քեզ, վնասել ընտանիքիդ անդամներին, կորցնելով նաև քո առողջությունը։ Բոլոր մարդիկ էլ ունեն հոգսեր, բոլորը ունեն խնդիրներ, քիչ թե շատ, բոլորս ունենք մեծ փոքր անլուծելի հարցեր։ Չկա այս աշխարհում մեկը, որ կյանքը իդեալական անցկացնի, անհոգս, անխնդիր։ Նայիր շուրջդ մարդկանց ու կտեսնես, որ ուրիշների խնդիրները համեմատ դու ավելի շատ բարվոք վիճակում ես, քոնը շատ ավելի քիչ է, քան դու դրա մասին անգամ գիտեիր։ Այնպես որ շատ մի տանջիր կյանքի այս ալեկոծ օվկիանոսում քեզ, իմացիր, որ Աստված միշտ քեզ հետ է ու միշտ մեկնել է իր ձեռքը օգնելու քեզ, որ հաղթահարես յուրաքանչյուր ծանր թվացող խնդիր, միայն լսիր, միայն պահպանիր հրաշք մեր Տեր Հիսուսի խոսքերը ու ինքդ կտեսնես, թե որքան քաղցրացավ, հեշտացավ, հոգսաշատ քո կյանքը։ Դու ունես հզոր Տեր եւ Աստված։ Դու վախենալու ոչինչ չունես, վստահիր նրա խոսքին, հավատա նրա ուժին, խնդիրները հանձնիր Տիրոջը, զրուցի աղոթքի միջոցով նրա հետ, չէ որ նա քո հայրն է, ու ինչ որ խնդրես հավատացած եղիր պիտի ստանաս։ Այսօր մեզ առաջին հերթին հարկավոր է ուժեղանալ մեր հավատքը, ուժեղացնել, զորացնել։ Մեզ անհրաժեշտ է ինքներս մեզ հարց տալ, թե ով ենք մենք, կամ հիշենք, թե ով ենք եղել մենք։ Մենք Աստծո զավակներն ենք։ Մենք եկեղեցու հավատարիմ զավակներն ենք։ Ճշտենք, թե ով է Աստված մեր կյանքում, ով նորոշվենք, թե Աստված մեր կյանքում ինչ տեղ է գրավում։ Արդյոք կա Աստված մեր կյանքում, թե ոչ։ Սիրելի հավատացյալներ, Աստված մեր բոլորին սիրող հայրն է։
ուզենք, չուզենք, սա գիտակցենք և թե չգիտակցենք, սրան հավատանք, թե չհավատանք, Աստված սիրում է մեզ, մեծ սիրով, ոչ մի թռչուն գետին չի ընկնում Աստծո իմացության բացակայությամբ, անգամ նա գիտի մեր գլխի մազերի քանակը, եթե այս ամենը նա գիտի, նա տեսնում է, գիտի նաև մեր բոլոր կարիքները, պարզապես Աստծո Աստված ուզում է և ցանկանում է, որ մենք անհավատների նման չլինենք, որոնք փնտրում են միայն աշխարհային ստից բաներ, այլ վստահենք իրեն, իր արքայությունը փնտրեն, իր արդարությունը ունենան և մեզ կտրվի մնացած մեր ցանկացած բոլոր բարիքները անխտիր։ Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, որ առանց հավատի անհնար է գոհացնել Աստծուն, որովհետև ով նրան է մոտենում, պիտի հավատա, թե Աստված կա և վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են իրեն։ Հիմա արդյոք ամեն ինչից առավել փնտրում ենք Աստծուն, ունենք նրա արդարությունը, փորձում ենք նմանվել նրան, եթե այդպես լիներ, մեր վիճակը այսօր այս չէր լինի, շատ ավելի լավը կլիներ։ Աստծուն և իր արդարությունը փնտրելով պակասում է սա մեր հավատը, մեր սերը, մեր միասնությունը գոյություն չունի, ամեն տեղ ցեխ են շպրտում իրար վրա։ Մեր առաջընթացը, մեր հաղթանակը մեզանից վերցրվում է ու տրվում է ուրիշին, իսկ մենք կանգնում ենք անհանգստության, մտահոգության, տագնապի, փորձությունների և նման բաների առջև։ Սիրելիներ, մոտենանք Աստծուն, հավատանք մեր Փրկին Հիսուսին, աղոթքով, իր խոսքը կարդանք ու հասկանանք, մոտենանք Աստծուն և նա կմոտենա մեզ։ Աստված ինչ կարիք, որ մենք ունենք, պատրաստ է մեզ տալ, միայն նախ իրեն պիտի փնտրենք։ Մի վախեցիր, ով Հայրը քեզ խոստացավ տալ Աստծո արքայությունը։ Չկա մի մարդ, որ խնդրի Աստծուց և չստանա, երբևիցե չկա նման բան։ Բոլոր աղոթքներին Տերը պատասխանում է։ Պողոս առաքյալը ասում է այս մասին. Իմ Աստվածը ձեր կարիքները կլցնի մեծ չափով, հարկով, Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրեմն շատ հոգ մի արեք վաղվա օրվա մասին, հարկավոր է մեկ օրով, տվյալ օրվա հոգսով ապրել։ Իմիջայլոց հայերը այս մեկ օրվա հոգսով ապրելը չեն հասկանում, 99% չեն հասկանում։ Երեկվա օրը արդեն անցավ, ինչու ես մտահոգ, անցավ գնաց, մտահոգվես, նա անցել է, և մի մտահոգվիր վաղվա մտահոգությամբ, չէ որ այն չկա, վաղվա օրը իր մասին կհոգա, օրվա հոգսը հերիք է, չափաբաժին է, հերիք է, տվյալ օրվա համար, այս օրը մերն է, միայն այսօրվա մասին հարկավոր է մտածել, այսօրը պիտի լսենք Աստծուն, հնազանդվենք Աստծուն, խոնարհվենք Աստծուն, այսօր պետք է քայլել Աստծո ճանապարհով, այսօր վստահենք մեր Փրկին, այսօր ապաշխարենք ու շտկենք մեր կյանքը, այսօր պիտի հագնենք և սիրենք, հարգենք և սիրենք իրար, այսօր իրարից ներողություն խնդրելու օրն է, այսօր և իրական ցավերը մեր կարող են բժշկվել սրանով։ Պիտի ճիշտ հասկանանք Աստծո խոսքը, մտածելով վաղվա օրվա մասին, ծրագրելով ապագան, սակայն չպետք է շատ մտահոգվենք վաղվա համար։ Սատանան ուզում է մեզ տեսնել միշտ անհանգիստ վիճակով, խաղաղությունը կորցրած։ Սատանան ուզում է դա և շատ հաճախ նրան ստացվում է։ Մեզ ուզում է տեսնել չարը
շփոթված, տագնապի մեջ, խաղաղություն, անհանգստություն, չարը ուզում է եւ այդպես մեզ տեսնել անորոշության մեջ, բայց սա նրա ծուղակն է, սրանով նա ուզում է թուլացնել, գործանել մեր հավատքը։ Ինչպես վարվել այս դեպքում, դիմադրել պետք է սատանային եւ նա կփախչի մեզանից, ասելով հեռացիր ինձանից սատանա, չարից ազատվելով վստահենք Աստծուն։ Պետրոս առաքյալը ասում է. ձեր բոլոր հոգսերը Տիրոջը թողեք, որովհետև նա հոգում է ձեզ համար։ Հանգստություն, խաղաղություն կվերադառնա միայն այն ժամանակ, երբ հավատանք Աստծուն։ Սա շատ պարզ է։ Հիշենք Աստված մեր ինքնից խոսքի Տերն է եւ կատարում է իր խոսքը։ Սաղմոսերուն ասում է. արդար մարդը արհամարված չի մնա երբեք, կամ նրա որդին չեն տեսել հաց մուրալուց։ Ուրեմն սիրելիներ, վստահենք Աստծուն, սիրենք նրան, մեր ողջ հոգով, մեր ամբողջ սրտով, գնանք նրա ճանապարհով, ամեն ինչից վեր դասենք Փրկիչ Հիսուս Քրիստոսին եւ այժմ այս ամենը ավելիով կտրվի մեզ։ Ամեն։